Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք, ձեզ մոտ ամեն բան կարգին է։ Ես նույնպես լավ եմ, ես մոտ օրը 5 շաբթի է եւ մտցել եմ ահագին գործեր եմ արել։ Բարևի։ Հիմա վլոգը նկարահանել էի ու մոնտաժել էի։ Վլոգը տեղադրեցի, ասեցի սկսեմ, որ հիմա երեխեքին համար զավթուկ եմ սարքում, որպեսզի հանգիստ լինեմ ու գնամ աշխատանքի արդեն։ Երեք շատ ուշ եմ քնել, այդ հավանաբար արդեն տեսած կլինեք, որ բրինչի, կոտլետ եւ այլն դրանց պատրաստությունների հետ էի։ Դե կլցես մի քիչ թե այդ որ խնդրեմ։ Չուտ-չուտ։ Հա, շատ պետք չի։ Հիմա երշկոցված եմ անում, ճիշտ է, ինքն է պալեզնի չի, բայց դե։ Почему нельзя без ерши? Նի, լավ, ուշ, պապա տարմա չեք ուդում մի բանի, երշկով էլ է հանում։ Я люблю ши. Ես ինչ է ուզում վաղմա։ Խոսքով երշկոցված եմ անում։ Այդ կոտլետները հանել, դուփի այդ դրնեմ սարցախցիկ պակետներով ինչպես որ բլինչիկն էի արել։ Нет. А мама я знаю. Ари. Ми кабин кани. А сколько? Только я что? Иди катахилка. Только я старую не сняла. Забыла. Кабинка банани. Я тоже хочу. Только это я. Кжбатки не Не надо. Давай. Потом. Ну все, сюда. Найчка, ага. Второй я тоже райчку. Ровно. Когда перемешивать я буду. Пасти. Когда мидопе. Я буду сейчас А вот который это на русском масло попадет. Eskiden makula. Պատրաստ է, հա, լիճան արագ։ Я не. Իրոք է սոլը գցել, իզի է սոլ։ А, да, соль. Это не соль. Это соль. Просто играли, помани я чему. Давай. Это клорара. Клорара. А здесь вот так. Здесь чашечка пьет. Ням-ням-ням. Все. Топан. Топ. Все. Выпей. Հիմա տեսեք դուրս եմ բերել, այսպես անջատվում են ու հիմա սրանք կդնեմ տոպրակների մեջ։ Ես պես սրանք եմ գերի համար։ Ես վերջացրի։ Լիլիտա բնաս Լիլիտա։ Երեխեքին լողացրեցի։ Տիկնան տատիկետ։ Սնեջիկան չլանում է ոնց որ է։ Այստեղ բան սարքեմ, խփեմ, պրոշկատ։ Այսպես սիրուն։ Լեֆրալիլ։ Ոյ, մազերը երկար էլ։
Они были вот такими. Элմետ կտրնկելես, բալով Хорошо. Мам, вот так вот такими были, а сейчас вот у меня вот такие. Да, все, քելե։ Были вот такие. Мам, сядь на стул, бабушка сядет на кресло. Ինչ արստեց դե հարմար մեջ։ Бабушка, ты воду не налила? Налила, կարող է խմի պրծելուց։ Там мне... Չկա, այսպես խմում, Ты ա՞։ вообще не поставила воду. Յա, երեք եմ դծայ բալա։ Էդի ինչա կոչվում է այդ խոտը։ Это бабушка сорвала. Հա, սարվա։ Они не искусственные. Давай, я тебе вот так делаю. Բաբուշկա Делай это. քիքսիկ։ Давай, Лили. Բարեք չլծես։ За тебя. И за тебя. Իզանաս։ И за вас. И за вас. Сейчас еще раз все вместе сделаем. Потом достану. Խի պատում։ Հա, վլիսու։ Կաս մեր բանի կա։ Все, давай. Դինոզորներ դրում։ Հա, Ну что, давай, мама. վիպի։ Вот. Սելեսիս տուն եկա մեզ մոտ երեկո է։ Մեկ երկու գնում եմ արել, ասեցի ցույց տամ։ Այստեղ վերցրել եմ խաղողի թուփ, ոսպ եմ վերցրել կանաչ, ոսպ։ Չեջևիցան ոսպներ։ Հա, ոսպ։ Որ հոգնած եմ ուղես չաշխատում։ Այս չորի բերեց ու կանաչի։ Հա, մեկ է վերցրել եմ խուրմա, լիլք կուտես մի հատ խուրմա։ Одну штучку. Тут еще... Տատիկ ինչ տվեցինք լեն։ Բեր բաները, մի հատ պակետ բեր կիսենք տատին դուր։ Դրանից։ Ահա, սա է կոստերի ես մաշճուկը, 3 ուպակովկա, ամեն անգամ վար, ոնց չապականակով, ես մեկը մի քիչ շատ եմ արել, սա ամեն ոնց մի պորցիայի համար։ Սա էլ տեղափոխեմ ու տեսնեմ որտեղ եմ միանում։ Մեր վլոգը շարունակվում է։ Եվո։ Երեխեքը օգնում են իր տները վաղքրել։ Չո, կաղա հիվանդանաս, հետուր։ Կաղա կծել են։ Не трогай моего. Меня когда касаюсь, у меня он болит. Почему? Может, կծել են։ Լիլ, դե հավաքի սրանք։ Լիլիր։ Սերնայիս ես երեխաներիս ինանք վաղուց վերջացրել եմ ու ահագի ժամանակա այս հատվածների դասավորում, մաքրում, պիլիսոս անում, այսպես որը դուրս եմ բերել, նորից պետք է փորձել, որը որ ենտակա է, բաներ կամ նորել են, դրանք կհավաքեմ, որպեսզի երբ Հայաստան գնամ, այդ ժամանակ ինձ հետ կտանեմ, հիմա այս մի հատ կփակեմ ու այս եմ արդեն այս թախտայի մեջն եմ տեսնելու, մաքրելու, տեսնեմ ինչ կա, չեմ էլ հիշում ինչեր կան այստեղ կուտակված։ Երեխաները դրսում խաղում են, ես մի քիչ վատ առողջ եմ երեկվանից, ահա որ գրիպ, հարբուխ, բայց քանի որ տանն եմ, որոշեցի այս անելիքները Այ շուտ ես կտրվում եմ, այս հատվածն էլ դասավորեցի, այստեղ նորացնային պարագաներն են, ես մամաս էր բերել իր հետ, լուսահոգի մայրս, երբ որ Լիլիթը 5 ամսեկան էր, այս բրդից վերմակ, ներքնակ, այստեղ երեխեքի եմ, որ փոքր հագուստներից մի քանիսը պահել եմ, այսպես որպես հուշ։ Այստեղ կփակեմ, ու կաստեմ այս խառնաշփոթ դասավորել եմ։ Երներս ես լողացա, դուրս եկա, հիմա արդեն դեմքիս դրել էի դիմակ, կաթով ու դեղնոցով, որը որ լավ փափկացրեց ու սպիտակացրեց, ճիշտ է, այսպես որ նույսի ներքո նայեմ, ես աչքերս փոս, սևացած, եմ որ տանջված տեսք ունի, բայց ասեմ, որ բավականին օգուտ տվեց, Գնամ հոնքերս թարմացնեմ, ինչպես ասեցի, մի քիչ չէ երեկվանից այսպես լավ հարբուխ գրիպ վիճակ էր ինձ մոտ, բայց
ոնց որ ասած չհանձնվեցի, չեմ պարտկել, հավատացեք, նապարոտ առավոտից դուրս եմ արթնացել եմ ու տան գործեր, թե ինչքան գործ եմ արել, չեք պատկերացնի, 1-2 կատր բնականաբար կիսվեցի, բայց մնացած եմ, որ ի վիճակի չէի, որ նկարահանեի ու ահագին խաղալիքներ, որ անպետք իրեր դուրս եմ գրել, քիչ թեթևություն ա էլի մոտս, մինչ սեպտեմբերյան արդեն պահարանը կթեթևացնեմ, որպեսզի նոր հագուստներին տեղ լինի, տեսնեմ կստացվի պահարանքն էլ թե ոչ, անպամած, անձրևային եղանակ կամ ես մոտ հիմա մի քիչ ինձ կարգի բերեմ ու դուրս գամ աշխատանքի։ Այսպես հարցեմ, սելեսի սերճացրեցի, պրոցեդուրաներ արեցի, մի քիչ դեմքը սեղմել եմ, այսպես փչացրել եմ, հա, կարելի ասել, կրեմ եմ քսել և հիմա պատրաստվեմ ու գնամ աշխատանքի սերնես և դե կհանդիպենք երեկոյան, որպեսզի արդեն ամփոփեմ վլոգը մնացել։ Տեսեք ով ա հյուր եկել։ Չի թողում եղունգները ցարտարեմ։ Կարող է իջնես, գեղեցկուհի։ Սնեժինկա։ Զբաղված եմ, իրանով չեմ զբաղվում, կարոտ մա գալիս է։ Դիլ ջան, արի իջացրու էլի։ Ձեր աչքերը նայեք։ Ով է։ Էս ով է։ Кто это։ Ես արդեն տանից դուրս եմ եկել և հիմա գնում եմ իմ աշխատանքի վայր, արև հատվածում շոքա, այսպես դվերում սառնա, չես հասկանում ինչ եղանակ կա, այսպես նիպանյատնի, նու հովա, բայց ես որ մրսկան եմ, ոտապոբիկ այսպես մրսում եմ, բայց ինքը լավ ման գալու համար եղանակ կա, ոչ շոք է, ոչ ցուրտ է, երեխեք խաղում են, Լիլիթին ասեցի, որ գիրք կարդա, արդեն 2 անգամ է գրադարանից գրքեր են վերցնում, որպեսզի կարդա, ինչ-որ իրենց հանձնարարված էր ամառային արձակուրդներին, հա։ Հետո կասեմ դուրս գան իրենք էլ Հայաթում մի քիչ խաղան, հիմա այս պահին 5:30 է, 6-ն է լինում երեկոյան, հիմա 4 ժամ, մինչև 15 այս պահին աշխատում, այսպես սիրելիներս, արևը իրականում աչքս ծակում է, անհարմար ահա խոսել ու քամի է, չգիտեմ լսում եք թե չէ, մի խոսքով կմիանամ։ Սիրելիներս, մեր վլոգը շարունակվում է, արդեն հաջորդ օրն է ու բավականին եղանակը սառնա, ամպերից էլ արդեն կենտադրեք, այսպես եղանակը այն որ ասեցին վրա պտասեմ, որ հասկանա կամերան, ոյ մրսում եմ, այսպես դուրս եկա, տանը շոք էր, մտածեցի անձրևա, բայց տակ կլինի, բայց չարաչար սխալվեցի, այսպես մեր մոտ լավ, հով եղանակներա ցուրտ է կարելի ասել, ոնց որ աշուն լինի, որ ամառը գնաց, ոչինչ չհասկացանք, օգոստոսը սկսվում է, որ պետք է ճոխ բանա լինի, ոյ շոկ սեզոնն է լինի, բայց պիծերի համար, արդեն տեսեք, տերևաթափ, ատում եմ այս եղանակը իրականում վաբշի չեմ սիրում, պես են, որ այդ 3 ամսվա ընթացքը, որ անդադ աշխատանքի, չգիտեմ, Նատ գրեք տեսեմ գոնե դուք ինչպես եք հանգստացել եք ձեր արձակուրդը, ինչպես եք վայելել, արդյոք վայելել եք թե ոչ աչքեր սուրած է, որտև ուշ եմ քնել, շուտ եմ արթնացել, մի խոսքով տրաքած վիճակ։ Այս տարի գնացել եք Հայաստան, ովքեր դրսում են չեք գնացել, ինձ գրել էին, չէ, Ես ասեմ, որ այս տարի չեմ գնալու, որտեղ անցած տարի եմ Հայաստան գնացել, չնայած մի
նպատակ ունեի, չգիտեմ, դա կլինի թե չէ։ Հիմա չեմ ուզում փակագծերը բացել, բայց առաջ աստված ինքան անձև այքել ես ջուրը տեսեք։ Կաշուար։ Այդպես սիրելիներս գնան հետո կմիանան։ Սիրելիներս արդեն ուշ երեկո է, կարելի ասել կես գիշերն անց 12-ն սա ու աշխատանքից հոգնած վերադառնալուց որոշեցի վաղվա համար աբեդն էլ սարքեմ, որպեսզի վաղը հեշտ լինի, այստեղ մի րոպե չկորցնի, ինչպես տեսնում եք ոսպով և բրնձով մեր ավանդական փլավն եմ պատրաստել։ 3-4 րոպե խոսում եմ ու նոր հասկացա, որ կադրը չեմ միացրել, ասում էի, որ արդեն կեսգիշերն անց է, աշխատանքից եկել եմ ու անցել եմ հոգնած, ինչ արած պետք է անեմ, որ հասցնեմ վաղվա համար ուտելու բան լինի։ Այստեղ ոսպով և բրնձով փլավը մեր ավանդական, շատ համեղ է ստացվում, ես իրեն եփելուց հետո կարակ եմ ավելացնում ու վերջ, սոխարակը չեմ անում, շատ համեղ է, երեխեքը այն որ աբաժայետ էլի։ Եվ այս հատվածում էլ սոխարած եմ պատրաստել, որպեսզի վաղը տոլմա պատրաստեմ։ Այսօր արդեն շատ ուշ է ու հոգնած, այն որ չեմ ուզում էլի ինձ կես ծանրաբեռնել, մտքից դնեմ կանեմ, ուղղակի չէ։ Մի քիչ պետք է, ոնց որ ասած, մեր մասին մտածել, խիղճն էլ լավ բան։ Այդպես սիրելիներս, եկեք այստեղից էլ ավարտեմ վլոգը, շարունակությունը կլինի արդեն վաղը տոլմայից, երևի թե ինձ վրա չեմ պահում կադրը, որովհետև գերհոգնած եմ ու տեսքս որ տեսնելու չի։ Այստեղ ասեցի Սնեժինկային ցույց տամ, վաղուց չեմ նկարել իրենց ես համար, լվացք էի գցում ու սպես մտել է տազիկի մեջ։ Հեսա ցույց կտամ, իտեպ չարաճճիացել է շատ։ Ահն, եկեք այս գեղեցիկ ծաղիկից այս կադրից էլ ձեզ հաջողություն մաղթեմ, շնորհակալ եմ մինչև վերջ դիտելու համար, շնորհակալ եմ միանալու համար ձեզ աղջիկներս, ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք վաղը, ներողություն կադրը, որ անդադար դատում եմ, կողքից այներից ելնելով, շնորհակալ եմ ինձ հետևելու համար, եթե հավանեցիք անպայման գրեք մեկնաբանություններ, սիրով կպատասխանեմ, կհանդիպենք արդեն վաղը, վլոգը մոնտաժեմ այսօր տեղադրեմ։ Դե ինչ, մաղթում եմ ձեզ բարի ուշ երեկո, կամ եթե առավոտյան եք դիտում, բարի օր, բարի առավոտ եմ ձեզ մաղթում սիրելիներս, իսկ ես գնացի, հաջողություն ձեզ, պակա-պակա։